պատկերացումներ դեռևս ամբողջացած չկա ստրատեգիա, բայց մենք ունենք մոտեցում, որ համապարփակ պաշտպանության համակարգը ուղղակի այլընտրանք չունի Հայաստանի համար։ Ֆինլանդիան ձեզ օրինակ 5 միլիոնանոց պետություն, որը ունի 80,000-անոց բանակ կանոնավոր, բայց 72 ժամում կարողանում են դառնալ 1 միլիոնանոց բանակ։ Ուղղակի բոլորը զենքին տիրապետելու, յուրաքանչյուրը իր անելիք հնարավոր ագրեսիվ։ Պատկերացնեք ինչա։ Այսինքն Ռուսաստանի նման հարևան ունենալը Ֆինլանդիայի այլընտրանք չի թողնում։ Այո։ 5 միլիոնանոց երկիրը 1 միլիոնանոց բանակ է կարողանում ունենալ 72 ժամ։ Բայց դա ներդրվում է թե չէ չգիտենք։ Ես գիտեմ, որ դրա ջատագովները կան բանակում։ Ես գիտեմ հասարակական սեկտորում լիքը մարդիկ կան, ովքեր այս ուղղությամբ նաև խորհրդատվություն են տալիս նախարարությանը, բայց չեմ ուզենա այս ֆորմատով ձեզ ասել, թե մենք որ ճանապարհով ենք գնում, բայց մենք որպես քաղաքական ուժ նաև ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս համակարգը, որ արդյունավետորեն աշխատում է հատկապես կոմպակտ ազգերի, կոմպակտ պետությունների համար, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, իրենք բոլորը այս ճանապարհով են գնացել։ Շվեյցարիա, Այո։ Շվեդիա, այս ճանապարհով են գնացել։ Ես իմ տեսածս ասեմ, մոտ ամսի 1-ին մենք անցանք ներքին հանդգյուղը հասանք Սյունիք, Մեղրի, եւ մի փոքր խմբով մի 6 հոգյանոց խումբ էինք, եւ այնտեղ տեսանք ուրեմն ամսի 1-ին, մայիսի 1-ին, երեկոյան ժամը 8-ին իջնում ենք դեպի ներքին հանդի ճանապարհին, տեսանք ինչ հսկայական ամրաշինական աշխատանքներ են գնում։ Այդ ժամին աշխատում էին մեծ ամսի 1-ի ժամը երեկոյան 8-ին մարդիկ ասենք գիշեր ցերեկ աշխատում են մեծ հսկայական այսպես ամրաշինական աշխատանքներ, այդ որտեղ ասում են տանկն է մտնում, այնտեղ տանկա մտնում եւ այսպես, այսինքն լուրջ աշխատում են, մեր տեսած աչքից տեսածն եմ ասում։ Այդ առումով ինչ որ աշխատանք տեսանք հիմա։ Իհարկե, այդտեղ մենք շատ կարևոր ենք համարում տեխնոլոգիաների կիրառումը։ Այո։ Ընդհանրապես մարդ ուժի մասնակցությունը էապես պիտի սահմանափակ։ Մենք օրինակ ընդհանրապես 8 ամսյա պարտադիր զինվորական ծառայություն ենք պատկերացնում։ Նաև միջազգային փորձ ուսումնասիրել, որտեղ խնդիրը ամիսների մեջ չի, խնդիրը մենք պիտի մոբերը կարողանանք ավելի ակտիվացնել։ 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ ազգը պիտի վարժանքների գնա եւ մենք պիտի եթե համապարփակ պաշտպանության համակարգին ենք գնում։ Կարևոր չի պարտադիրը քանի ամիս։ Այո։ Կարևոր է որ մենք կարողանանք որպես ժողովուրդ բոլորս հնարավոր ուրեմն սպառնալիքի պարագայում մենք յուրաքանչյուրը մեր անելիքը իմանանք։ Եվ կես միլիոնանոց օրինակ բանակ Հայաստանը կարողանա մի անգամից 72 ժամում ոտքի հանել։